Վանաձորում Թումո կենտրոն կբացվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը կառավարության գործընկերներին ներկայացնում է գույքի նվիրաբերման նախագիծ, ըստ որի Սիմոնյան կրթական հիմնադրամին կենտրոնի բացման համար կնվիրաբերվի Վանաձորի Թատերական փողոցի 1 կոտորակ 1 սպայի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը։ Առաջարկում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի 1 կոտորակ 1 հասցեում գտնվող 3-անալու հիմնադրամի ուղղությունները կրթական 14-ն են եւ ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամը առաջիկա 3 տարիներին պատրաստվում է 1 միլիարդ 800 միլիոն դրամի ներդրում իրականացնել, ըստ տարածքում խնդրում եմ հաստատել։ Այժմ հանրապետության ամբողջ տարածքում գործում է 6 Թումո կենտրոն, առաջիկայում նախատեսվում է Թումո կենտրոններ բացել նաև Էջմիածին, Մասիս, Արմավիր, Աբովյան, Աշտարակ, Մարտունի եւ Սիսիան քաղաքներում։ Դեմ չկա, որոշումն ընդունվեց, շնորհակալություն։ Գործադիրի անդամները միաձայն հավանություն տվեցին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության եւ ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Շարքային կազմի 24-ամյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կկրճատվի 6 ամսով։ Պարտադիր զինվորական ծառայություն կսահմանվի 18-ամսյա ժամկետով։ Կառավարությունը հավանություն տվեց ժամկետային զինծառայությունը 6 ամսով կրճատելու օրինագծին։ Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 25 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման բուն գործընթացն սկսել 26 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 25 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Նշեմ, որ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։ Կառավարությունն աջակցություն կտրամադրի նաև Վայոց ձորի մարզի խաղողագործներին։ Նվազել է Արենի եւ Ոսկեհատ խաղողի սորտերի նկատմամբ պահանջարկը եւ վերամշակողները այս տարի քիչ շահագրգռված են իրականացնել հենց այս երկու խաղողի սորտերի մթերումները։ Ըստ էկոնոմիկայի նախարարության եւ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գնահատականների, ընթացիկ տարում Վայոց ձորի մարզում արտադրված Արենի եւ Ոսկեհատ սորտերի խաղողի համախառն բերքը գնահատվում է շուրջ 5500 տոննա, որից սեփական կարիքների համար օգտագործման եւ գինու արտադրության նպատակով կնքված պայմանագրերի շրջանակներում մթերման ծավալը կազմել է 3400 տոննա եւ անհրաժեշտություն է առաջացել աջակցելու շուրջ 2100 տոննա Արենի եւ Ոսկեհատ սորտերի խաղողի իրացմանը։ Իրացման խնդիրը սույն նախագծով առաջարկում է լուծել 2100 տոննա Արենի եւ Ոսկեհատ սորտերի խաղողը խաղողի ումքով սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով։ Մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին աջակցությունը կտրամադրվի հետևյալ պայմաններով։ Առնվազն 700 տոննա եւ ավելի քանակությունը, նվազագույնը 220 դրամով մթերված Արենի եւ Ոսկեհատ սորտերի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում, ինչպես նաեւ նշեմ, որ միջոցառման շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսվարողների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը առաջարկում է կատարել մարզպետների աշխատակազմերի կողմից։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակ ապահովման պետական ծրագրի իրականացումը շարունակելու համար Հայաստանն Ասիական զարգացման բանկից նոր վարկ կստանա։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։